Իսկ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արմեն Իսալյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվել է դատարան։ Արմեն Սասունիկ Իսալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական հեղինակություն եւ հանցավոր շրջանակներում հայտնի լինելով պիստ մականվամբ անօրինական օգուտ ստանալու նպատակով բռնության սպառնալիքի եւ անօրինական այլ գործողությունների միջոցով մասնավոր հարցերին առնչվող վեճերը խնդիրները լուծելով 2025 թվականի հունվարի 17-ի դուրսությամբ պահպանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն քրեական հեղինակություն կարգավիճակը, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կատարել է առանձնապես խոշոր չափերով շորթում։ Սա նախաքննական մարմնի մեղադրական եզրակացությունն է, գործը դատարանում է եւ քրեական հեղինակության նկատմամբ խափանամիջոց է ընտրվել տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Նշենք, որ դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ԱԸ-ի պիստ Արմենին դիմաց եւ նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։ Արդյունքում 2026 թվականի մարտի 21-ին ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել են 33-ամյա տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Ձերբակալվածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն Արմեն Իսալյանն էր պիստ մականունով։ Գործը դատարանում է, տեսնենք ինչ է սպասում վերջինիս։